Ուկրաինան կպատասխանի այն ռուս օկուպանտներին, ովքեր խաղաղ քաղաքներում սպանում են ուկրաինացիներին։ Դրա համար անհրաժեշտ զենքեր կան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում։ Նա նշել է, որ այսօր պետական պարգևներ է շնորհել պաշտպանական արդյունաբերության աշխատակիցներին։ Նրանց մասնագիտական օրն ապրիլի 13-ն էր, Սումիի վրա Ռուսաստանի հարձակման օրը։ Մենք նման հարձակումներին պատասխանելու միջոց ունենք եւ մենք ուղղակի հանգիստ չենք թողնի այս երկրի վրա մեր ժողովրդին սպանող տականքին։ Մենք դրա բոլոր իրավունքներն ունենք։ Միանգամայն արդարացի է մարդասպաններին ցուցաբերել այն վերաբերմունքը, որին նրանք արժանի են, ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է հաշտվի Ուկրաինայի հզորության անխուսափելիության գաղափարի հետ։ Նրա խոսքով իրական խաղաղությունը կարող է գալ, երբ իրականությունը կստիպի Ռուսաստանի Դաշնությանը հաշտվել Ուկրաինայի հնարավորությունների հետ։ Խոսքը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հրետանու եւ տեխնիկայի մասին է, ընդգծել է նա։ Անկարայի եւ Վաշինգտոնի միջև ընթացիկ բանակցությունների հիմնական թեմաները մնում են Սիրիայում իրավիճակը, Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումը, Թուրքիայի նկատմամբ կիրառված Քաթսա պատժամիջոցների հնարավոր չեղարկումը, ինչպես նաև 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումների վերսկսման հարցը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը, որը սկսվել էր 2014 թվականին սիրիական հակամարտության ֆոնին, սրվեց 2019 թվականին այն բանից հետո, երբ Անկարան ձեռք բերեց ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր։ Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ն ավելի վաղ Քաթսա պատժամիջոցներ սահմանեց այդ երկրի դեմ, որը նախկինում կիրառվում էր այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Սիրիան։ Այնուամենայնիվ, այս պատժամիջոցները երբեք չեն կիրառվել Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում։ Դրանք ուժի մեջ են մտել Ջո Բայդենի կողմից 2021 թվականին։ Թրամփը մտադիր է Անկարային վերադարձնել F-35 ծրագրին եւ հաստատել ինքնաթիռի վաճառքը, հանձնարարելով իր թիմին ուսումնասիրել սահմանափակումների վերացման իրավական եւ տեխնիկական ասպեկտները։ Իր պաշտոնավարման ավարտին Բայդենը սկսեց աստիճանաբար բարելավել հարաբերություններն Անկարայի հետ։ 2024 թվականին ԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիային F-16 նոր կործանիչների վաճառքին, սակայն Թրամփի վերադարձով Սպիտակ տուն Անկարայի հռետորաբանությունը կտրուկ փոխվել է։ Այժմ թուրքական իշխանությունները պնդում են կամ վերականգնել մասնակցությունը F-35 ծրագրին, որից երկիրը բացառվել էր 2019 թվականին, կամ առնվազն վերականգնել այդ ինքնաթիռներ գնելու թույլտվությունը։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիում այսօր կայանալու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում, որի թեման լինելու է ռեգիոնալ գործակցությունը։ ԱԳՆ հայտարարության մեջ չկան մանրամասներ, թե կոնկրետ ինչ օրակարգ է ենթադրելու հանդիպումը, ինչի ուղղությամբ է կենտրոնանալու քննարկումը, որովհետև ռեգիոնալ գործակցություն ասվածը շատ լայն հասկացություն է։ Թբիլիսիի քննարկումը փաստորեն հաջորդում է Անտալիայի դիվանագիտական ֆորումին եւ կասկած չկա, որ հանդիպման համաձայնեցումը տեղի է ունեցել հենց այդ շրջանակում։ Առավել ևս, որ Անտալիայում կազմակերպվել էր նաեւ պանելային եռակողմ քննարկում Կովկասի գործակցության հեռանկարների թեմայով, որին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները։ Իհարկե, պանելային քննարկումն իր ձևաչափով եւ տրամաբանությամբ բոլորովին այլ է, իսկ աշխատանքային փակ հանդիպումը այլ։ Միևնույն ժամանակ հարկ է թերևս հիշել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեռևս հունվարին Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Թբիլիսին տնտեսական ռեգիոնալ գործակցության առաջարկ է անում Երևանին եւ Բաքվին։ Դրանից օրեր անց Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանեց նաեւ Երևան։ Իհարկե, Թբիլիսիի այդ առաջարկի մանրամասներն էլ առ այսօր հայտնի չեն։ Չի բացառվում, որ հենց դրանք կարող են լինել Թբիլիսիում տեղի ունենալիք հանդիպման սեղանին։ Ռեգիոնալ գործակցության գաղափարը անշուշտ դրական է, եթե իհարկե ռեգիոնալ բոլոր դերակատարների մոտ կա այդ գործակցության հարցում առարկայական հետաքրքրություն, ընդ որում հիմնված այսպես ասած հավասարակշռության եւ փոխադարձ հանդուրժողության սկզբունքի վրա։ Ադրբեջանի վարքագիծը, սակայն, մասնավորապես Հայաստանի հանդեպ կիրառվող նրա քաղաքականությունը, որը կառուցված է շանտաժի, ուժի կիրառման սպառնալիքի վրա,
որևէ կերպ թույլ չի տալիս իրատեսական գնահատել ռեգիոնալ այդ օրինակ գործակցության հեռանկարը։ Առավել ևս, որ դրան իհարկե գումարվում է այն աշխարհաքաղաքական միջավայրը, որն ինքնին ավելի շուտ նպաստում է Կովկասում բաժանարար գծերի, քան ընդհանուր օրակարգերի ձևավորմանը։ Սա անշուշտ պատճառ չէ հրաժարվել քննարկումներից, բայց միևնույն ժամանակ իհարկե շատ կարևոր է, թե այդ քննարկումները որքանով են պարզապես վերնագրային եւ որքանով հավասարակշռված ու առարկայական։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է իրանցի ստրատեգը, Իրանը շարունակում է բարձր մակարդակի հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը պետք է խուսափի թակարդն ընկնելուց եւ Իրանի դեմ հնարավոր հարթակ դառնալուց։ Ի վերջո պետք է ընդգծել, որ Թուրքիան եւ Իսրայելը կարող են փորձել Կովկասը վերածել անուղղակի պատերազմի ասպարեզի Իրանի դեմ։ Տարածաշրջանի երկրները, մասնավորապես Ադրբեջանը, պետք է խուսափեն այդ թակարդն ընկնելուց։ Հետևաբար Իրանը եւ Հայաստանը պետք է լիակատար միասնությամբ եւ համագործակցությամբ աշխատեն սխալ հաշվարկները շտկելու եւ Կովկասը ճգնաժամի օջախ չդարձնելու համար։ Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը հիշեցնում է, որ նախորդ 2 տարիներին Իրանը զորավարժություններ էր անցկացրել նաեւ Ադրբեջանի հետ, որի նպատակն էր ցույց տալ, որ երկրների միջև լարվածություն չկա։ Եվ Իրանը չի գործում Ադրբեջանի շահերի դեմ։ Մեր պարագայում զորավարժությունները պայմանավորված են էսկալացիայի աճով, թե Երևանում, թե Թեհրանում բոլորը տեսնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման։ Դա կարող է լինել սահմանափակ, թե լայնածավալ այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը պատրաստվում է դիմել այդ քայլին։ Արդեն կարճաժամկետ հեռանկարում եւ կան տարբեր միջոցներ, որոնք կարող են զսպել կամ հետաձգել այդ հարձակումը։ Հիմնական գործիքներն են քաղաքական, տնտեսական եւ ռազմական։ Քաղաքական մակարդակում դա երկրների պաշտոնյաների Բաքու այցերի ժամանակ ուղիղ մեսիջն է Ալիևին, որ դա կարմիր գիծ է եւ հակասում է խաղաղության օրակարգին, ինչպես օրինակ Փեզեշքյանի խորհրդատուի Սանահի այցի ժամանակ հնչած մեսիջը, որը խոսել էր Հարավային Կովկասում խաղաղության մասին, կամ Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի Երևան եւ Բաքու այցերի ժամանակ արված հայտարարությունները, բայց մենք կարող ենք հիշել 2023 թվականի սեպտեմբերը, երբ տարբեր երկրներից մեսիջներ կային, բայց դա Ադրբեջանին զսպող մեխանիզմ չդարձավ։ Ադրբեջանի դեմ որևէ մեկը պատրաստ չէ կիրառել տնտեսական գործիքներ, մնում է միայն կոշտ ուժը, որը գետնի վրա որպես մեխանիզմ կարող է կիրառել միայն երկու երկիր՝ Իրանը եւ Ռուսաստանը։ ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական է եւ ԵՄ-ն մշտապես դա շեշտում է։ Բացատրում է Սերգեյ Մելքոնյանը, հիշելով, որ վերջին տարիներին առհասարակ Հայաստանը որևէ լուրջ զորավարժություն չի անցկացրել։ 2020 թվականից ի վեր չկա տեղեկություն այն մասին, որ Հայաստանը որևէ երկրի, օրինակ Ռուսաստանի հետ զորավարժություն է անցկացրել։ Այն դեպքում, երբ դրա պահանջը կար եւ ըստ զրուցակցի այն գուցեև զսպեր Ադրբեջանի հարձակումը եւ պատերազմը։